Իսկ պատմելով մեծ է լինում հիասթափությունը, երբ երկրորդ ժողովում 2 տասնյակից ավելի մարդկանցից կեսից շատը արդեն չկա, իսկ արդեն հաջորդ հավաքում արդեն մնում են 4 հոգի, այսինքն եղածներից ընդամենը 4-ն են, որ հավատարիմ են մնում իրենց խոստմանը եւ որոշում են անպայման քայլեր ձեռնարկել Զեյթուն հասնելու եւ զեյթունցիների պայքարի միանալու համար։ Այստեղ նա ստանում է առաջին քաղաքական, այսպես ասենք, հիասթափությունը, որովհետեւ դիմելով Լոնդոնում գտնվող հնչակի խմբագրությանը, երբ ցանկություն են հայտնում մեկնելու Զեյթուն, մասնակցելու զեյթունցիների պայքարին, խմբագրությունը տալիս է պատասխան, որ Զեյթունը փակ է եւ որևէ հնարավորություն չկա Զեյթուն անցնելու։ Բայց եթե ցանկանում են դրամական օժանդակություն ցույց տալ, ապա իրենք պատրաստ են այդ օժանդակությունը հասցնել Զեյթուն։ Եվ երիտասարդների համար տարօրինակ էր, որ եթե Զեյթունը փակ է մարդկանց առաջ, դրամը ինչպես պետք է հասնել Զեյթուն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։